Եզրագծից այն կողմ հայտնված մարդիկ և մարդկային ճակատագրեր յուրաքանչյուր աշխատանքային երեկո բարև ձեզ դուք միացել եք երկրի գլխավոր թոք շոուին և դիտում եք կիսաբաց լուսամուտները։ Սա Բորիս Ամիրխանյանն է, արդեն տևական ժամանակ է նա աշխատում և ապրում է պահակատանը, սակայն չի դժգոհում, նրա խոսքերով կարևորը բաց երկնքի փոխարեն տանիք կա գլխավերևում։ Բորիսին չի անհանգստացնում նույնիսկ այն, որ իր փոքրիկ սենյակում միայնությունից ելնելով երբեմն մենակ շախմատ է խաղում։ Բորիսը պնդում է, որ շախմատը կալանավայրում անցկացրած տարիների միակ փրկությունն էր։ Ներկայումս էլ չնայած զուգընկերների բացակայությանը միայնությունից է օգնում։ Իսկ միայնությունը միակ բանն է, որ տարիներ շարունակ Բորիսի մշտական ուղեկիցն է։ Ինչու է Բորիսը բոլորի կողմից լքված, ինչու նրա հարազատները լսել անգամ չեն ուզում իր մասին։ Եվ վերջապես, արդյոք Բորիսը քաղում է անցյալում գործած մեղքերի պատուղները երկրի գլխավոր թոք շոուի տաղավարում։ Մերժվածը կիսաբաց լուսամուտներից ներս։ Մեր առաջին հյուրը պատրաստ էր 6-ի փոխարեն 10 տարի կալանավայրում անցկացրել, միայն թե եղբայրը այսօր կող կլիներ։ Նա պատրաստ է այսօր իր կյանքի պատմությունը ի ցույց դնել։ Դիմավորում ենք պարոն Բորիս Ամիրխանյանին։ Սկսեմ երեթե ձեր 17 տարեկանից, հա։ Քիչ թե շատ նշանավոր, եթե կարելի է այդպես ասել, առաջին իրադարձությունը։ Ինչ է տեղի ունենում ձեր կյանքում երբ 18 տարեկան եք։ Մի նախաբան ասեմ նոր, եթե մի բան ես սուտ կխոսեմ, թող Աստված ինձ պատժի։ Բոլորս պայմանավորվեցինք։ Դուք ստի ապարատ ունեք։ Ունենք, եթե ցանկություն ունեք, կարող ենք սրտի հանգստության համար ձեզ միացնել հիմա էլ ստի դետեկտորին։ Ճանաչողներ շատ կան, ասեք։ Ահա, լավ, 17 տարեկանում ինչ տեղի ունեցավ ձեր կյանքում։ Անչափահաս ընկերների հետ տենց դատվեցի։ Ես հոգով անչեմ շուտ փող էր պետք իրեն խնդրեց, գնացինք։ Հիմա քանի որ խնդրեցիք, որ եթե ինչ-որ մի բան սուտ ասեք, ձեզ Աստված պատժի, մենք պիտի իմանանք ինչ է պատահել, որ մի հատ էլ պատժեն ձեզ։ Չէ, սուտ չեմ խոսում։ Ված շրջապատում եք եղել։ Բաներ կա, որ չեմ ուզում։ Դե հայրս փափուկ մարդ էր, ես էլ աշխուժ երեխա, տենց ընկա ված շրջապատ, եթե մի քիչ խիստ լիներ հայրս, ես մեծ մարդ կդառնայի։ Հիմա էլ շախմատով զբաղվում եմ, վերջը։ Աստեն հիմա հայրիկի մեղավորությունն է գտնում, որ խիստ չի եղել։ Չէ, վերջը չեմ մեղադրում, ողորմ իրան։ Լավ, սկսենք այդտեղից։ Նստեցի, վերջը դուրս եկա։ Ինչ արեցիք որ։ Կողոպուտ։ Կանգնացրեցինք մարդկանց 5 հոգով էինք, ձեր եղածը տվեք, բան։ 5 հոգով քանի հոգու եք կանգնացրել եւ եղածը պահանջել։ Տարբեր, 2 հոգու, 3 հոգու։ Եվ քանի այդպիսի դեպք։ Դե մի 2 դեպք ա եղել։ Դուք պնդում եք, որ սա ձեր նախաձեռնությունը չի եղել, դուք ուղղակի ընկերների հետ, հա, այսպես։ Հա։ Կալանավայրից դուրս եկաք 7 տարի անց։ Փորձեցիք ստեղծել ընտանիք, ինչպես ծանոթացաք կնոջ հետ։ Իմ քերի, հորքուր, մորքուր Կալինինոյի Ստեփանավանի կողմերն էին ապրում։ Դե մերոնք ասում էին Երևանից քուրեր ընկերուհիներ ունեն, աղջիկ, բան ասում են, չէ, գյուղի աղջիկ է։ Ես 28 տարեկան։ Գյուղի աղջիկ էիք ուզում։ Հա։ Ինչի։ Երևանի աղջիկները ինչու չէին գոհացնում։ Այդ մտածելակերպներ են, վաղ ես հին վերջը սխալվել եմ։ Ինչն էր, ես ուզում եմ գյուղի ու քաղաքի աղջկա տարբերությունը հասկանալ։ Հիմա չեմ իմանում, այն ժամանակ երևի գյուղի աղջիկները ավելի ազնիվ էին։ Ազնիվ էին։ Երևի իմ մտածելով, միգուցե ես սխալ եմ։ Տենց դա քերի մորքուր խառնվեցին իրար գյուղերից, գնացինք մի քանի գյուղ աղջիկ տեսանք, մեկին տեսահավանեցի, ես 28 տարեկան էի, ինքն էլ 17 տարեկան է։ Ուղղակի մտնում էիք գյուղ եւ աղջիկ էիք ման գալի։ Հա, քերուս կնոջ հետ։ Դա ծանոթներ կան գյուղերում։ Որ գյուղում ծանոթ ունեիք, գնում էիք տեսնել ազաբ աղջիկ կա թե չկա։ Ահա, ասենք։ Ահա, մոտավորապես այդպես ենք պատկերացնում։ Ինչ լավ ձև չի։ Լավ ու վատի հարց չկա, ընտրությունը ձերն է։ Այն անգամ այն ժամանակ այդպես էր, բա քերուս կնոջ հետ։ Եթե ասենք դուրս եկավ, գնում էինք ծնողների հետ, իմ հոր հետ խոսալու իրանց։
Եվ որ գյուղը եղավ այն նշանավոր գյուղը, որտեղ հանդիպեցիք Կալինինոյի Կատնարատ գյուղը։ Ահա։ Ով էր Կատնարատում պահված ձեզ համար։ Պողոսյան Նվարդը։ 17 տարեկան էր Նվարդը։ 11 տարի ինձանից փոքր էր։ Հավանեցիք Նվարդին։ Ինչը հավանեցիք Նվարդի։ Գեղեցիկ էր։ Ուղղակի։ Հա։ Ուղղակի գեղեցիկ էր։ Հա, մի քիչ քերուս կինը կանչեց, ասես մի քիչ զրուցեցինք, բան, խոսացինք, ամանչում էր, համարյա չէր էլ խոսում, հետո գնացինք եկածնողներից ասեցի մի 20 օր հետո գնացինք քերուս կնիկներելի դասավորեց քերից բան, ջայլ քերի ունեմ։ Փախցրեցինք, բերեցինք։ Փախցրեցիք, բերեցիք ձեր բազմանդամ ընտանիք։ Հետո գնացինք բարիշելու, հա։ Ահա։ Այդ ժամանակ կարայինից դատի էլ տային, որտեղ անչափահաս էր ինքը։ Ընտանիքը համաձայն էր, բայց, չէ՞։ Հա դե ինչ էր, երևի քաղաքի չեք էլ հարցրել։ Հետո ինձանից շատ գոհ էին։ Նվարդի հետ առաջին անգամ ինձ հետաքրքիր է, երբ խոսեցիք։ Ու ինչից էիք խոսում։ Գյուղի աղջիկա մի ասեցի ամուսնանալ, կարելի է կողից խոսել, չգիտեմ, ինչ որ բաներից խոսել, բայց կարելի է խոսել։ Ասեցի ամուսնանան, ես տարիքով մեծ եմ, բայց դե քեզ լավ կպահեմ, խելոք ծնողներ ունեմ։ Էլի խելոք լսում էր ձեզ, ոչինչ չէր պատասխանում։ Դե քերուս կնիկը ապացուցում էր, դա իրոք է։ Ձեր քերուկինը չի եղել ձեր կյանքում բոլոր իրավիճակներում։ Չէ, այդ աղջիկը հավատում էր քերուս կնոջը։ Բայց ամուսնանում էր, չէ՞ որ ձեզ հետ։ Հա, բայց դե քերուս կնիկը գարանտիա էր տալի իմ համար։ Ես ուզում եմ ծանոթանալ ձեր քերու կնոջ հետ։ Չնայած ես իմոնցից շատ գոհ եմ, իմ քերու կանանցից շատ գոհ եմ։ Երկուսից էլ, բայց որ քերուս կինը ընկնի գյուղերով եւ իմ համար կին գտնի, դա երևի հաջորդ հանձնարարականս է լինելու իրենց։ Ինձ հետաքրքիր է, որ այր ու կին մի մարմին են։ Նման արտահայտություն կա, լսած գուցե եւ լինեք։ Այ երբ դուք դարձաք կամ փորձեցիք դառնալ, որովհետեւ ի վերջո քերուկինը եթե օգնեց ձեզ այդ գործընթացում իրար գտնել, հա, այսպես պայմանավորենք խոսքը, հետո դուք իրար հետ պիտի ապրեիք, քերուկինը ձեզ հետ չէր լինելու, ընտանիք չէր կազմելու քերուկինը, ճիշտ է։ Գուցե ես սխալ եմ մտածում, մի տեսակ տարօրինակ է, որ դուք մեծ մարդ, ես նստած խորհուրդներ եմ այստեղ տալիս։ Դե ժամանակ եղել էի։ Ահա։ Բայց ամուսնացանք, ապրեցինք։ Ուղղակի։ Չէ, ես ուզում եմ հասկանալ կնոջ հետ առաջին թեման ո՞րն է եղել, որ շոշափել եք։ Օրինակ երեխաների ծնունդ պլանավորել եք, թե կստացվի։ Չէ, ուղղակի հարցրեցի, այս ջան, դե ծանոթացանք իմ անունը ասեցի, իր անունը իմացա, ասի ամուսնու։ Տանը, երբ որ արդեն ձեր կինն էր, փախցրել բերել էիք, ինչից էիք խոսում։ Տանը, օրինակ տանը, կամ կարող է սրճարան եք տարել։ Տանը շատ նորմալ։ Մամաս, պապաս իր այդ շատ լավ։ Դուք ինձ հարգելով ես էլ։ Դե փոքր երեխա էր։ Իմ համեմատ։ Ձեր տանը շատ մարդիկ կային, ովքեր կարող էին զրուցել։ Դա ձեր ծնողներն էին, քույրերն էին, եղբայրներ։ Լավ էր, հա, եղբորս հետ նորմալ ապրում էինք։ Հետո մի տարի հետո ունեց ստացվեց, որ քույրս բաժանվեց եկավ, պապաս ընդունեց, ձեռից բռնում էի, տանում էի մարդու տուն, Դաղկաձոր։ Դե մի վեճ է եղել է։ Մի քանի օր մնում էր, նորից գալիս էր, ես դրա համար չէի տանում, որ ինքը չգա այդ տանը ապրի, ես ոնց էլ տունը տվեցի իրանց։ Ուղղակի չէի ուզում բաժանում լիներ։ Բայց եղավ, չհասկացան իրար։ Ինքը չոր կոպիտ միգուցե փնովում եմ, ես որ նստած եմ եղել, ինքը ինձանից 2 տարի փոքր է։ Դեպք ա եղել մեր 4-րդ աղբերս որ մահացել է, նրան աղի վրա է չոքացրել, դուր ա տալի։ Դա անելու բան է։ Ով է արել։ Իմ քույրը, այդ վաղտ ինքը մի 15 տարեկան է եղել, աղբերս է ասենք 7-8 տարեկան չարություն արել, շատ գիտեք։ Աղի վրա այդ ինչ պատիժ է, դա ինկվիզիցիայի ժամանակաշրջանից եկած։ Լավ ջարդել եմ։ Չեմ մանում, ես այդ ժամանակ նստած եմ եղել, դուք հասկանում եք, որ ուզում եմ ասեմ, ինչքան ինքը կոպիտ է եղել։ Լավ, ձեր հայրը որոշում է կայացնում, որ այն ընդհանուր բնականը, որտեղ դուք բոլորդ քիչ առաջ թվարկված այդ բազմանդամ ընտանիքն ապրում է, պիտի առանձնանա, քույրերը մնան այդ բնակարանում։ Հայրս ավելնորդ Հայաստանում պատերազմի կռվող, վետերան, աշխատանքային 9-րդ մասում 4 սենյակ են տալիս։ Ադաթով չէ, տղեն պետք է մնա տունը։ Դա փոքր աղբեր։ Ես
Պապաս համոզեց, համաձայնվեցինք։ Չհամոզեցել ասեցի, եթե ուզում ա թոցեն ցլնի։ Երեխու հետ էլ քուրս իրանց մոտներ։ Ես իր այդ դուսը մեկ է բացի 3 տարի գնացել եմ գյուղ։ Իր այդ չի ուզում։ Իմ համար սատանա ոնց որ լիներ, բայց դա ծնողներիս խաթր։ Փոքրիկ դադարից հետո կիսաբաց լուսամուտները փորձում է պարզել, թե ինչ կապ ունի Բորիսը սեփական եղբոր Աշոտի սպանության հետ։ Երկրի թիվ 1 թոք-շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Կիսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք-շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի ATV հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ Կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք դիտում եք Կիսաբաց լուսամուտները։ Մենք վերադառնում ենք ու շարունակում։ Կյանքից հեռանում է Աշոտը։ Աշոտը ձեր եղբայրն է։ Ինչ միջադեպ է տեղի ունենում ձեր ու Աշոտի միջև։ 6 տարի մենք այդ 4 սենյականոցում երկու եղբայրով մեր ընտանիքներով ապրում էինք։ Դե իրար հետ վեճեր եղել, բան, թեթև։ Ինչի շուրջ էին վեճերը։ Հոգեկան հիվանդ էր ինքը, շատ չէ, թեթև բանակ չէր ծառայել, մեկ-մեկ ունես լավ խաթրով, մեկ-մեկ դար ժամանակայղը կնոջալ աղբերս մի բան ասի չանես գլուխդ կկոդրոմյանի հարգի էլի, ինձ հարգում էին մոմենտ եղավ ես իմ կարծիքով պարտադիր չէ գլուխը որպեսզի քեզ հարգեն։ Բնույթը, հա, շատ մի սովետարներին ոչ մի ժամ իմ երեխեքին սոված չեմ թողել, հարևաններին էլ եմ օգնել, 7 ամիս այդ ընտանիք աղբորս պահել եմ, մենակս։ Ձեզ լավ էինք, հետո մի մոմենտ ես մորս մահվան 5-րդ տարելիցը հենց այդ օր եղավ, 92-ի հունիսի 17-ին մեր մաման, 97-ի հունիսի նույն օրը 17-ին եղբայրս։ Դենց եկա։ Ինչ եղավ։ Տան մեջ ես հարբած էի, ճիշտ է, մեկ-մեկ ելնում էր, ես կոպիտ, չոր, որ խոսեց, վիճեցինք, սկսեցինք կրվել կուխնյայում միշտ սխալ էինք արել, գետնի վրա տրայնիկներ ու հոսանք խալադելնիկը մշտական միացրած, տրայնիկը պոլին, վեդրով ջուր կար կուխնյայի սեղանին, որ դա շուր եկավ, ինքն է ոտաբոպիկ էր, ու իրան պարկացրեց, ես մինչև հոսանքը հարվել է։ Հա, այսինքն դուք կռվել եք, քաշքշուկ է եղել, որի արդյունքում հարվածել եք դույլին, որտեղից թափվել է ջուրը, ուղիղ։ Չեմ հարվածել, մի կպել ենք, չեմ, հա։ Քաշքշուկի արդյունքում։ Ահա։ Հարվածել ենք դույլին, Հա։ նկատի ունենք։ Ահա։ Եվ հոսանքը հարվել է եղբայրը։ Ու տեղն ու տեղը մահացել։ Դե ինքը դողասն ես շուտ շտապեցի միջանցք, որ անջատեն բանը։ Հələ չէր մահացել այդ մոմենտ։ Հարևանները լցվեցին ներս, բան, վազեցին կուխնի, ասի տոկը խփում հարցրեցի, անջատեցի, ու ես ինձ բրտբրտեցին, ես գնացի իմ սենյակ, մեկ է տենամ մի քանի վայրկյան հետո գոռում են մահացավ, ընդես կորին զանգում, բան, ես այդ մահանալու process-ը չեմ տեսել։ Միլիցիային մինչև այդ զանգել, եկան ինձ տարան։ Տենց
ու ինձ հերթական դատվածությունը, հերթական ու ինձ դատեցին խուլիգանության հոդվածով։ Ես մի բան էլ ասեմ, ես չէի ցանկանա այդ լիներ, երեխաներ ուներ, ինձ այնց հոպարդյան էին ասում, որ սիրտս այդտենց հարգում էին։ Ես 10 տարի կուրանամ թե սուտ եմ ասում, ուրիշ մի գործով նստեի, մենակ ինքը կենթանի լիներ։ Ես ընդամենը 4 նստեցի, ինձ ամփույթ սպանություն էլ չդրեցին իմ վրա։ Իսկ որ սենց հիմա Բորիս, ներողություն, ինձ հետաքրքիր է այստեղ, որովհետև ասում են առհասարակ կալանավայրը մի աշխարհ է, աշխարհը մի ուրիշ աշխարհ է։ Ձեզ ճաղերից այս կողմ է դուր գալիս, թե այն կողմ է դուր գալիս։ Հրաչ ջան, շատ մարդիկ կան, ես նկուղներում էլ եմ քնել, տանիքներում էլ, գերեզմաններում էլ շատ մարդիկ 7-8 անգամ գաղութ սևան գնում գալիս են, ես 20 տարի են սռոկից հետո դուսն եմ եղել, ես էլ մի 12 տարի էլ սրանից հետո եմ։ Այդտենց ես ապրել եմ դուրսը, այնտեղ չեմ ուզել թե գնամ։ Ոստի, դա ինչ հարց է։ Բարսա որ ստեղ լավ է դուրս։ Չէ, հուզվել պետք չէ, ես պատկերացնում եմ, թե ինչ ապրումներ դուք հիմա ունեք այդ ամբողջը հիշելով եւ համոզված եղեք այստեղ հավաքվածներից որևէ մեկը չի եկել ձեզ մեղադրելու համար։ Եթե դուք պատրաստ եք այսօր խոսելու, Աստված իր պատիժը գիտի։ Ակները կընթաց։ Ասեք։ Չէ, հուզվել պետք չի։ Չէ, ոչինչ։ Որ դուք խոսում եք, դա արդեն ուժեղ մարդու պահվածք է։ Պետք չէ, անկախ նրանից, որ դուք մերժված եք, պետք չէ այսօր ցայտնոտային իրավիճակ գտնել։ Գուցե եւ դուք կարծում եք, որ հիմա ձեր շուրջ բոլոր դռները փակ են, բայց այդպես չի, դուք ուղղակի չեք տեսնում դուռը։ Կներես ես միշտ լավատես եմ եղել, իմ տեղը քարելներ կճակվեր, ինձ Աստված է պահում։ Ես Պարոն Բորիս ջան, ես գիտեմ, որ ձեզ համար ճաղերից այն կողմ կյանքի ժամանակ մի հետաքրքրություն է ընդամենը եղել։ Շախմատով եմ։ Դա շախմատն է։ Հա։ Ինձ օֆիցեր սաստավն էր հարգում, կալանավորներն էլ։ Ես ոչ խերին, ոչ շարին։ Այ անվանի շախմատիստներից ում հետ կուզենայիք խաղալ։ Բայց հետաքրքիր չի լինի, իսկ կկրեն։ Ես լրիվ պատմությունը գիտեմ, Գիտեք ինչ, դուք դեռ չեք կարող ասել, դուք կկարողանաք դրա տերը լինել, թե անվանի շախմատիստը։ Գուցե ուժերը հավասար լինեն նույնիսկ։ Դուք փորձեք, հետո կասեք։ Նոր եմ մրցումներ վերջացրել, մտամ պոլուֆինալ։ Չեք մտածել ու անվանիներից ում հետ կարելի է խաղալ։ Հոգու հանգստություն է պետք։ Դե ասենք միտեղ պահակություն եմ, շատ տեղեր եմ փոխվել։ Ինձ եթե նեղացնում են, ես հեռանում եմ։ Հաճախ են նեղացնում։ Դե առիթավորվում է, չեմ կարող խոնարհվեմ, գիտես, խոնարհվեմ բարի մարդու առ, բայց որ առիթավորվում են, այ հիմա իմ էստեյթ հազա շեֆերն է կտենան, իրանք վատ մարդ չեն, ես վերջի տեղնա, ոնց ասեմ, նորմալ է, գերեզմանաքայր են սարքում, ուտելիք էլ աբերում ռոճիկից բացի, դա ցերեկները ազատ եմ, բայց ուզում եմ ես առանձին իմը էլի, հետո բացի հետ ես շատ շնորհակալ եմ ձեր հաղորդումից, հեսա մի փոքր էլ քուրերից կմցնեմ ցեխը, միգուցե աման չեն։ Պարոն Բորիս, ճաղերը կարծես թե ինքնին որոշիչ դեր խաղացին նաև ընտանիքի, նվարդի, ձեր երեխաների հետ հարաբերությունների մեջ ինչ պատահեց։ Առժամանակ նրանք չէին գալիս ձեզ այցի երկրորդ դատվածության ժամանակ, բայց օրերից մի օր սկսեց կինը գալ։ Ինչ էր ուզածը, ինչ ցանկություններ ուներ։ Ինձ տարան գաղութ նոյեմբեր ամսին կինս եկավ մի քանի անգամ, այդ վաղ։ Ասում էր, որ համաձայնագիր տամ, դե երկու ընտանիք է։ Մնացին անտղամարդ, ես ճաղերի հետևում եղբայրս հողի տակ խնդրեցի դատախազին, ասում տարեք գոնե հեռվից ես թաղում ձեր մեքենայի մեջ նստած նայում էդ չարեցին, վերջը։ Ինչ է ասում։ Հա, եկավ ասում էր համաձայնագիր տուր, տան վարձակալը ես էի, որ վաճառեն։ Դե հրաչան, ես իմ աշկին ոչ տունա գալիս, ոչ կճուչ ոսկի, ասացի թող, դե իրոք էլի, երկու ընտանիք են, իրանք էլ չեն աշխատում, ես էի պահում,
վերջում եղբայրս էր աշխատել։ Պարոն Բորիս, ինչի սկզբնական շրջանում կասկած մտավ ձեր սրտում, որ կինը երեխաներին չի պահում ու հանձնել է մանկատուն։ Հա, դե քանի անգամ գալիս էր մենակ, ես իրոք։ Ահա։ Հարցը քանի ապացուցվեց այդ վստահությունը, թե ուղղակիորեն դա կասկած էր զուտ։ Վերջի անգամ հարցից հետ եկան։ Չէ, ես էի կասկածում։ Ասում որ գալիս ես երեխեքին քիչ ես բերում։ Բա ես ինչ մտածեմ։ Ասում երեխեքին բեր համաձայնագիրը տա, մի 6-7 անգամ գնաց եկավ։ Լավ, բայց ես մինչև մեր չեմ հասկանում, բայց չէր տվել մանկատ։ Կալանավայրից դուրս գալուց հետո այլևս շփում չունեցեք։ Մինչև դուրս գալը 2 անգամ տղաներս եկան տեսակցության։ Մեծ տղաս հադրուցում ածառայ, բանակ գնալուց առաջ եկան 2 աղբերով 2000 թվականի նոյեմբերին, ես 2001-ի օգոստոսին ազատվեցի։ Ազատվելուց հետո եկա իրանք դարձան տներ ծախել էին, Վարչով էին ապրում։ Այսինքն համաձայնությունը տվեցիք դուք։ Ահա, անպայման, անդեի տղեկ ասում էին տենց հիմարություն մի արա, ասում եմ ես իմ սեփական խելք ունեմ, ինձ պետք չի, որ պետք է սոված մնամ։ Տուն են, էլի որտեղ գնամ տուն է, պահագություն եմ անում։ Ճիշտ է, պատվալներել եմ, քնը ոչինչ։ Ես կդիմանամ։ Հա, հետո այդ տանտեղն է գիտեի Վարչով։ Գնացի իրիգուներ արդեն մինչև բանալեցին տարանը հրազդանի վերջը դոկումենտներ եկա դուրը թղկացի, որ ասի ես եմ չբացեցին դուրը։ Փոքր տղա։ Շարունակեց արդյոք պարոն Բորիսը թակել դուրը, որի ետևում գտնվում էր նրա նախկին ընտանիքը, կինը եւ 2 զավակները։ Փոքրիկ դադարից հետո մենք շարունակում ենք մերժվածի կյանքի ճակատագրի պատմությունը։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անverջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը, փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, դուք դիտում եք Կիսաբաց լուսամուտները, մերժվածն այսօր երկրի գլխավոր թոքշոուի տաղավարում։ Եվ այսպես, պարոն Բորիս, թակում եք դուռը, չեն բացում։ Այդ մոտիկ ընկեր ունեի, գնացի իրանց տուն ընդունեց, քնեց իրանց տանը, 9 օր ինձ պահեցին, մյուս օրը եկա, առավոտյան տես վերջը խոսացի այդ տղն էլ հետս եկավ ճանաչում են, անունով տղա էր, ինձնից մեծ էր։ Բացեցին դուռը ցերեկով, մտա, խոսացինք, բան, ասում գամ ձեր հետ ապրեմ, չուզեցին, ասում գնանք Ղարաբաղ, Վարչով եք ապրում։ Այդ վաղտ ինքը չէր աշխատում, թե ինչ չեմ ամ։ Ասում եմ մի 4-5 տարում այնքան գումար կստեղծենք։ Դու այնտեղ անասում, բան, ասում եմ գանք, հետո ձեզ բերեմ Երևանում տուն առնեմ։ Ես էլի չես ուզում իմ հետ ապրես գնամ։ Չէ, վերջը, այտենց։ Ես իրան ասացի։ Նվարդը 17 տարեկանի նման ժամանակ լուռ էր, թե խոսում էր արդեն։ Չէ, խոսում էր։ Դե վախտել այդքան լուրջ էր։ Հա, Հրաչ ջան։ Իհարկե, տարիքի հետ խոսքն է գալիս։ Դուք պնդում եք, որ այդ խոսակցության ժամանակ առավել ակտիվ էր ձեր փոքր կրտսեր որդին, Դավիթը։ Ինչ դիրքորոշում նա ուներ։ Մամա գամ մեզ նեղություն կտա, այդ տղա ջան, դու հիմար չես նեղություն կտամ, ասում парк ոստիկանությանը զանգում եք, գալիս են ոլորում են, նորից պապային տանում են, ես ոնց ես, ուղղակի տեղ չունեմ մնալու։ Չէ, ախր, հա, ներողություն ես իմ եղբայրը, որ փոքր ժամանակավարյայի տակ էր ընկել շեղվեմ, էլի, դրա համար խախտվել էր, իսկ ես փոքրս էլ էլի, տենց էլ բանակ չի ծառայել, մեծս ծառայել է, իմ չծառայելն է կալանքի պատճառ։ Թողեցիք ու հեռացաք այդտեղից։ Գրքեր ունեի ահագին, վաճառեցի 27 շախմատի գրքերն, գրքեր 27000 դրամ կազմեց, ուղիղ 9-րդ օրը ես գնացի Ղարաբաղ տղայիս մոտ։ Ունեիք ընդամենը գրադարան, որը վաճառում եք այդ ժամանակ։ Հա, ինքն էլ ահագին վաճառել յոլա գնացել, կինս հետ իմ գրքերից։
Գնացի Ղարաբաղ, լավ, դիմա ասացի, որ սենց մոմենտա, ինձ գաղութից էին, որ իմացան տղես հազրութումա, մեկ ասաց իմ ծնողները ընդեղ են ապրում, կալանավորի այլ տղեր, գնացի իր հոր մոտ վերջ, իմացավ տղ ոնց համիշիկս, դե վերջը, վայրի խոզ էին կակրաս խպել, տղից գնում էի չասից բերում էի մի շապատ վայրի խոզի մի սեկեր, իրիգունը տանում հանձնում էի, ասում էի իրիգունը մնա չկարացի համոզեի ետ նա չէ, վերջը, Ատենց, պատմեցի այդ դրությունը, մորը նամակ չեր գրում, նամակներին չեր պատասխանում, ես էլ փոքրին վեկալում գնում ամոտը, հետո եմ իմանում, ես 2 ամիս մնացին դե, հետո հետ եկա, դան ասում էի պահում էտ կալանավորի հերը դասավորել էր, ոստաներ, բաներ, ուտելիք, փողել էին տալի հագցնում եմ վերջը, Վերադարձակ Երևան եւ այստեղ Երևանյան երկինքն ու տարբեր տանիքներն ու ամենախուլ տեղերը թե վերևում եւ թե ներքևում հողից անդին ինչը նկուղ ենք կոչում ձեզ համար տուն դառան ինչպես էր անցնում օրերը կյանքը ժամերը որոնք դարեր են թվում ենթադրում են ընթացքում հին ընկերներից էի հանդիպում հերը մեր կալանավայրից մեկի Վարդցով էր ինքն էլ ապրում, Ութանյայում, դարա որը ժամանակ է ինձ պայեց, շնորհակալ եմ Վաչո ջան, մի կարող է ինքը նայի, ինքն էլ էլի պահակություն անում, իմ նման, տենց իրանել։ Դուք մերժված եք կյանքի բոլոր փուլերում տարբեր իրավիճակների համար, հա, եւ մերժված չեք, կարծես իմ համար սարսափելի է, երբ գիշերելու միակ տեղը եւ լավագույն ընկերները ձեզ համար գերեզմանատանը իրենց հավերժ հանգիստը վայելողներն էին։ Ազնվությամբ, քնել եմ շատ հանգիստ նորմալի չկա։ Այն ժամանակ ատամունը ես 5 տարի ատամներ, փեդի կտոր եմ քթե, որ փոքր էր, ասենք կպչան անելու համար ատամներով Էդի քրոջս պատմել է, հետո մեկ-մեկ էլ որ գնում էի մոտը, ասում հիշի են մոմենտները, որ պատմել եմ։ Դե որ հիշի… Որ ինչ պահեր, ինչի էին ձեզ հիշեցնում։ Որ ասենք մի տեղից վիճում էի, ասում էի գնամ ուրիշ տեղից նեղացնում է, բա էլի գնաս պատվալները, բան, իրանց ասեցի մի 2 օրով գոնե ձմեռը ոսկորները սառածան, նույն բանը տղաս պատասխան, ասում եմ 2 օրով գոնե թող, ասում 2 ժամով էլ չենք թողա, ամեն մեկի մեղքը իրա վիզը, ես բան չունեմ ասել։ Քույրերն էլ հրաժարվեցին ձեզանից։ Օգնել են ինձ, ասենք, հետո ֆինանսապես տարեպարտ կտվել եմ, մի անգամ 20,000 տվեցին մի հատ ընկերոջ հետ գնացի բան, լաչին, այն էլ չստացվեց, որ բնակվեինք, միշտ այդ ինչ ունենալու պրոցեսն է։ Հետո 2 անգամ էլ 10,000-ով են տվել, ես չեմ ուրանում, բայց դետի ոնց որ օվկիանոսից մի կաթիլ ջուր։ Հետո այդ տները, որ վաճառե ուրիշ տեղ էին տուն առել, $3,000 աղբորս կնոջն էին տվել, որպես օգնություն։ Լավ, այդ ինչ դեպք է տեղի ունենում, որ ձեր համբերության բաժակը լցվում է եւ դուք այս անգամ վեճի եք բռնվում արդեն փոքրիկ տղայի Դավիթի հետ։ Ինչից հետո եղավ դա։ Դե գնում գալիս է 2 տարի արդեն չեմ գնում, մեծ տղաս լավ ընդունում էր ինձ, այդ փոքրը մի ժամանակ ինձնից վախենում էր, հետո էլ չգաս, բան, դեմ հելավ չեմ մանում, դա լեսեն զգացի, որ մի մոմենտ մեծնել չկարացավ այդտեղ, այ ես որ ելնեի սսկված կմնային առանց ես իրանց գիտես ոնց եմ դասիրակե որ ոչ լրջգված ելնեն ոչ էլ վախկոտ նորմալ որտեղ կռվեցիք դասյարակությունը տարիների ընթացքում է լինում դուք բացակայել եք բավական երկար ժամանակ ու շատ կարևորագույն տարիքում տղաների համար ինչի Դավիթի հետ ինչ վեճ տեղի ունեցավ մի հատ տարիքով մարդու հետ Խմած, հետներս է խմիչկար գնացինք, դուրը թակեցինք, փոքր տղաս բացեց, ուզում էր դուրը փակեց, մտանք ներս, ինքը մենակ էր, չեմ համասեցի մի բանման տուր, չէ, լեզվին տվեց, մի հատ ապտակեցի, հես սա կտենաս, լավ գնաց, ես այդ տարիքով մարդու հետ նստած խմում եմ։ Քանի տարեկան էր Դավիթը այդ ժամանակ։ Ինքը 2004 թվի 19-ը։ Ու ես Այն եմ իշում, որ մեզ ծոզեք, վրակ չէ, ես հտե գիտակությունս ձաների վրա ինձ
մցրեցինք հացուտակ։ Ես ուշքի եկա մի մոմենտ, նայում եմ կինս էլա կանգնածս կալցոյա, հարսս էլ, աղբորս տաղենել, իմ փոքր տաղենել, բայց մենակ ինքն է խփում ինձ։ Բոլոր շրջապատել են։ Ասում եմ այդ Ղարաբաղում պարոն սերժանտ, բայց ինձ հարգում էր մի ժամանակ։ Ընդեղ իր ընկերները աղբորս տղուն ասում դու խի չես խփում։ Դե ինչի հանում։ Ու հետո չեմ ամելի սկսել եմ հայոյել, ես որ բերանս բաց պետք է ուրեմն։ Ու էլի նորից ոնց խփում, ինձ կորին է գալիս, հեովա զանգե կամ շենքի ժողովուրդը կամ ինձ տենց բերում են հիվանդան, չեմ ասում, հետո գնում եմ քուրերից, որ պատմում եմ այլանդա, ասում եմ, բողոքի թող դատեն, թող դա, ասում չէ, պետք չի, հիմի ես էլ դրամ է արդեն անցել է։ Եվս մեկ դադար, որից հետո կիսաբաց լուսամուտները վերադառնում է սեփական տաղավար և փորձում հասկանալ, արժանի է այս մարդը մերժվածի տիտղոսին, թե իրականում նա զղջալով պատրաստ է պայքարելու սեփական վաղվա օրվա համար։ Փոքրիկ դադարից հետո վերադառնում ենք։ Երկրի թիվ 1 թոք-շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները և կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին եղջանկություն, goodbye։ Իսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք-շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի աթիրի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, դուք դիտում եք կիսաբաց լուսամուտները, երկրի գլխավոր թոք-շոուն վերադառնում է սեփական տաղավար։ Սա Բորիս Ամիրխանյանն է, արդեն տևական ժամանակ է նա աշխատում և ապրում է պահակատանը, սակայն չի դժգոհում։ Նրա խոսքերով կարևորը բաց երկնքի փոխարեն տանիք կա գլխավերևում։ Բորիսին չի անհանգստացնում նույնիսկ այն, որ իր փոքրիկ սենյակում միայնությունից ելնելով երբեմն մենակ շախմատ է խաղում։ Բորիսը պնդում է, որ շախմատը կալանավայրում անցկացրած տարիների միակ փրկությունն էր։ Ներկայումս էլ չնայած զուգընկերների բացակայությանը միայնությունից է օգնում։ Իսկ միայնությունը միակ բանն է, որ տարիներ շարունակ Բորիսի մշտական ուղեկիցն է։ Ինչու է Բորիսը բոլորի կողմից լքված, ինչու նրա հարազատները լսել անգամ չեն ուզում իր մասին։ Եվ վերջապես, արդյոք Բորիսը քաղում է անցյալում գործած մեղքերի պատուղները երկրի գլխավոր թոք-շոուի տաղավարում։ Մերժվածը կիսաբաց լուսամուտներից ներս։ Պարոն Բորիս, եւս մեկ անգամ ուզում եմ խնդրել հստակ ձևակերպել սեփական դիրքորոշումը։ Դուք այս կյանքից հիմա որքան էլ որ տարօրինակ է, լավ կին եք ուզում, որին վարդի պես կպահեք, չնայած չեք ժխտում այն հանգամանքը, որ նվարդից հետո կանայք ձեր կյանքում գալիս ու գնում էին։ Եվ ուզում եք մի ֆերմա, որտեղ հնարավորություն կունենաք ձեր կյանքը, եթե կենդանիների հետ ավելի շատ հեշտ դասավորելու։ Ուք ստեղծեմ։ Հարց կարելի է։ Խնդրեմ Մարիամ, իհարկե։ Պարոն Բորիս, կասեք մեզ ձեր մանկության երազանքը, ինչ էիք երազում, երբ փոքր էիք։ Ինչ դառնայի, հա։ Ինչ դառնալ կամ ուղղակի ինչ-որ մի երազանք։ Լավ եմ սովորել, լավ մաթեմատիկայից, ասենք, քանիսին քանես կամ մինչև դոլարի կուրսով, որ գնում էի դրամ փոխելու, ես իրան հաշվելու, ես արդեն Երազում էիք մաթեմատիկոս դառնալ։
Միգուցե, ես լավ մարդ դառնալ էլի։ Եվ զուգահեռ իմ հարցին ես երկրորդ հարցը շատ արագ տամ, ինչ ձեզ հետ որպես կարևոր մի գործոն բերեցի գաղութից, այսինքն ինչ տվեց ձեզ փակ համակարգը, դուք ավելի բյուրեղացաք որպես մարդ։ Գաղութի կյանքը։ Այո։ Պապայից մի անգամ ասացի, ես ասուց շնորհակալ եմ, որ քո դաստիարակությունը չկեր այնտեղ, ռեալ մարդը մնում։ Այնտեղ տղամարդ դարձաք։ Կեղտոտ մարդուն կեղտ ավելանում, խելքով մարդուն խելք։ Շնորհակալություն։ Եվ վերջին մի պահը կուզեմ շեշտել, պարոն Բորիս, որ միգուցե դի Աստվածին։ Ես ձեզ մոտ ինքնամեղադրանքի շատ մեծ չափաբաժին եմ տեսնում եւ ցածր ինքնագնահատական։ Ցածր ինքնագնահատականը այս դեպքում ձեզ ուղակի հակացուցված է։ Ես կարծում եմ, եթե դուք կարողանաք ձերբազատվել այդ ամենից, ֆերման էլ դուք կստեղծեք, լավ կնոջն էլ դուք կընտրեք։ Ես ձեզ հաջողություն եմ մաղթում։ Վարդան կցանեք։ Քրիստինա, Ես ճիշտ ասած չէի ուզենա հիմա բավականին շատ ինչ-որ պոզիտիվ ֆրազաներ հնչեցնել ձեր կյանքի հետ կապված հետագայում։ Ճիշտ է, դուք բավականին բարդ կյանք եք անցել, բայց ամեն դեպքում ուզում եմ, որ դուք ինքներդ հասկանաք, որ բավականին ծանր ուղի ինքնուրույն անցել եք։ Ուզում եմ մի հարց տամ, հաստատ ձեր մնացած կյանքի շարունակությունը կլինի ավելի հստակ ու ունեցեք անպայման նպատակներ եւ կյանքի ուժ եւ ամեն ինչ ձեզ մոտ կհարթվի։ Եվ իհարկե ուղղակի ուզում եմ հարց տամ, դուք փորձել եք ձեր տղայի հետ ուղղակի խոսել, զրուցել, թե ինչն է պատճառը, որ ձեզ այդպես են ընդունում։ Նրանց հետ խոսելու էլ բան չկա երևի, Բալիկ ջան։ Բայց դուք Վարդանի հետ չէ որ փորձեցիք հարաբերություններ վերականգնել, նրա ամուսնությունը պատճառ դարձավ 2008-ին։ Միտեղ էլի պահակություն էի անում, այդ հիմնարկը փակեցին, ես 92 թվից խոպանից հետո աշխատանքային գրքույկից մեր բան գրած չեղե 5000 ռուբլեր կնոջս անունով փող գցեցի բանկը խոպանեի, ասի երեխա է թորը։ Այդ հիմնարկում ասացի Վարդան ջան, արի արջել ենք պահում, արի այստեղ կնոջը երեխեքիդ հետ լավ, մի հատ տես պապայի ոնց են արգում, չեկավ։ Ձեզ ալկոհոլը բաժանեց ձեր ընտանիքից։ Չալկոգոլը այդքան բան էլ չի, թե պատճառ բոլոր դրվագներում ալկոհոլը հնչում է։ Ուղղակի ուշադրություն դարձրեք այդ հանգամանքի վրա։ Դե բան էլ ասեմ, գյուղել գնացի, իր աղբոր քրոջ բանի մոտ ասին մեր քուրն է մեղավոր, դու մեր համար նույն բորիկն ես։ Ես սաղի հետ էլ լավ եմ եղել։ Ազնվությամբ եմ ասում։ Զոհի կերպարի բան եմ տեսնում, բայց ամեն դեպքում ձեզ մի հարց էլ տամ։ Դուք ասում եք, որ դուք ուզում եք կին ունենալ, չէ՞։ Ինչ որ մի քայլ անում եք դրա համար։ Ոնց անեմ, ես նեղ վիճակի մեջ եմ։ Փորձում եք ինչ որ մի բան ձեռնարկել։ Ես վերջերս գնում եմ այդ շախմատի տան ներքևը այգի կա։ Բայց ինչ հարցրեմ, գնամ հարցնեմ ամուսին ունեք թե չէ, չեմ, բայց իմ ծանոթներից մեկը վերնիսաժում կներեք, այսօր ինձ այդպես խոսում ենք, հին ծանոթ կին է, ասեց մեր մի հատ հարևանի ունենք, ասեց ես հետաքրքրվում եմ։ Ներողություն, պարոն Բորիս, դուք այսօր ինչպես եք ինքներդ գնահատական տալիս։ Մենք երբ որ թողարկումը պատրաստում էինք ձեր մասին, փորձեցինք այ վերը նշված բոլոր անունները, որոնք թվարկում էիք, ովքեր դեռևս ողջ են, երկիտ մոլորակում ապրում են, մեզ հետ են, հա։ Նրանցից յուրաքանչյուրի հետ փորձեցինք կապ հաստատել։ Որևէ մեկը ցանկություն չունի ձեր մասին լսելու։ Ձեր անունը լսելով վայր է դնում հեռախոսը եւ այլևս որևէ կերպ չի արձագանքում ձեր մասին որևէ հարցադրմանը։ Դուք մերժված եք յուրաքանչյուրի կողմից, ձեր կյանքի յուրաքանչյուր էտապում հանդիպած մարդու կողմից։ Ինչու հարցի պատասխանը երբևէ դուք ինքներդ ձեզ տվել եք։ Դե մի կմտածեք, ես ինձ գովում եմ, զանգեք, թող եթե նամուս ունեն, թող հեռախոսով խոսան։ Մի մոմենտ էլ եկավ ես մեծ ասելով երկու քրոջից մեծը, ասում ես վիճակը ծանր է։ Ոչ մեկ ցանկություն չունի ձեր մասին։ Ինչ անեմ, ազմագնա Կեբյան մոստից գցի քեզ։ Այն վաղտ որ ինքը երեխեն գիրկը գալիս էր հորս տուն, թես ուտեմ ասում կուրանամ, ասում պապայիս ասլա, եթե ախր իմ դեմ չի կարացե խոսա, ես այդքան փափուկ չեմ, ասլա եթե չընդունես կգնամ երեխուց հետ Կևյանից կգցվեմ ինքը, իսկ մի քանի տարի առաջ էլ ինձ էր խորհուրդ տալի, ես ինքնասպանության միտք կյանքում չեմ ունեցել, ես իրավունք չունեմ։ Ես մի քիչ ավելի երևի խիստ պիտի խոսեմ։ Բորիս ջան, ես շատ ուշադիր լսում էի ձեզ, խիստ պիտի լինեմ ձեզ հետ ու անկեղծ։ Երբ որ դուք ձեզ անվանում եք մերժված,
Դուք հիշեք, որ դուք մերժված չեք, դուք եք բոլորին մերժել։ Ձեր ամբողջ կյանքի ընթացքում դուք մերժել եք բոլոր այն մարդկանց, ովքեր ձեզ փորձել են օգնել։ Ասեմ ինչու, դուք ձեր հայրիկի մասին ասում եք ինքը փափուկ էր, թույլ տվեց ես գնացի գողություն արեցի։ Եթե դուք մինչև այսօր չեք հասկացել, որ ձեր կյանքի առաջին հարվածը դուք եք հասցրել ձեզ 17 տարեկանում, եւ այդ մեղքը դուք մինչև այսօր չեք ընդունում եւ գցում եք ուրիշների վրա, ես շատ բնական եմ համարում ձեր վիճակը, ներողություն եմ խնդրում, որովհետեւ մարդը երբ որ մեղքը վերցնում է իր վրա, ազատվում է մեղքի զգացողությունից։ Դուք երկրորդ անգամ եք մեղք վերցրել ու էլի չեք ուզում ընդունել, ես դատավոր չեմ, բայց աղոթեք, որ դուք մեղավոր եք ու ձեզ չեն մերժի ձեր շրջապատում, հավատացած եմ։ Սոնա։ Ինչ կարող եմ ասել, թույլ տվեք կիսել տիկին Գոհարի կարծիքը, ես էլ կարծում եմ, որ համար առաջին քայլը կլինի ձեզ համար, որ դուք ընդունեք, որ դուք էլ ձեր մեղավորության չափաբաժինն ունեք։ Դուք բոլորին մեղադրեցիք, սկսած ձեր հորից, վերջացրած ձեր երեխաներով։ Իսկ երեխաներին ես չեմ տեսնում, որ ծնողը այդպես կատեգորիկ, ես երբեք չեմ տեսել, որ ծնողը այդպես կատեգորիկ ասի դե հիմա մեղքը իրանց բաժանեցին են թողանել։ Նեղություն իմ տարիքը գուցե թույլ չի տալիս, որպեսզի ես այս տեսակ համարձակ կարծիք արտահայտեմ։ Ուղղակի ես ձեզ թույլ տվեք խորհրդի կարգով ասեմ, առաջին հերթին դուք ընդունեք, որ դուք էլ գուցե ամենամեծ մեղքի չափաբաժինը ձերն է։ Դուք բոլորին մեղադրում եք, բայց առաջին հերթին այդ մեղքը գտեք ձեր մեջ։ Ինչու եք դուք մերժված։ Իսկ ճակատագրի հավատում եք, ես չեմ ամ, ես էլի եմ ասում, ես 10 տարի կնստի ուրիշ գործով, մենակ ինքս սաղ լիներ։ Ինձ խուլիգանության հոդվածով դատեցին։ Ինձ բոլորովին պետք է չդատեին, ախր որ գոնե ես մնայի իր ընտանիքին պատճառը մի անպատահական եղել է։ Ես չէի ցանկանա։ Դուք ամենասկզբից խոսեցիք, որ ձեր հայրը թույլ եղել աչքաթող է արել ձեր դաստիարակությունը, դուք դիմել եք այդ քայլի, կներեք ձեր ծնողները, ձեր տղաները խոսում են ձեր մասին նույնը։ Դրա համար դուք մերժված եք իրանց կողմից։ Երկրորդը, հասկանալի է, որ պատահականության արդյունքում կորցրել եք եղբորը եւ դարձել եք ակամա նրա մահի մեղավորը, հա, մահվան մեջ մեղավորը, դուք կրել եք ճիշտ պատիժ երկրորդ անգամ, բայց կրկին ձեր երեխաները եւ ձեր ընտանիքի այլ անդամները մնացել են մենակ, առանց ուշադրության, եւ երրորդը, ռանչոները, ֆերմաները եւ կանայք բնակարանով երբեք վերևից հենց այնպես չեն իջնում։ Գիտեք, այդ իսկ պատճառով, շնորհակալություն, այդ իսկ պատճառով առաջարկում եմ ընդունվել որևէ ֆերմայում պահակի կարգավիճակով, որտեղ աշխատող նույնպես որևէ ազատ կնոջ, այրի կնոջ կհանդիպեք եւ հենց այնտեղ ձեր բախտն ու երջանկությունը փորձեք, որովհետեւ միանգամից պալատներ ստեղծել հնարավոր չէ։ Միանգամից պալատ ձեր գլխավոր մեղավորը այդ ամեն ինչի մեջ երևի ձեր շատ կարդացած լինելն է, որտեվ ես տեսնում եմ դուք խոսում եք, դուք անընդհատ խոսում եք, պատմում եք, բայց դուք երկու աշխարհներ տեսած ապրում եք երրորդ, ձեր սեփական աշխարհում, որը անջատված է ռեալ կյանքից եւ գաղութի կյանքից։ Դուք ապրում եք ձեր մտքով, ձեր աշխարհով եւ դուք հորինել եք այն եւ հավատում եք նրան, որը չկա։ Երկար տարիներ ես ձեզ հաջողություն պարզապես նկատի ունեցեք ձեր մերժված լինելու այդ 3 պատճառը դուք ունեք։ Շնորհակալ եմ Սերգեյ, Մարիամ։ Ես անկեղծ ասած մեր երկրում այնպիսի ֆերմա դեռևս չեմ լսել, չեմ տեսել, որտեղ պահակի տեղ կլինի։ Բայց բոլոր դեպքերում մեզ մոտ եղած Հրաշ ջան ցանկացած հերոս Ես ես ասեմ կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամը բազում նման առաջարկներ է ստանում ֆերմերների, ֆերմաների տերերի կողմից, որոնք պատրաստ են մեր հյուրերին տուն տալ
աշխատանք տալ եւ ապահովել անհրաժեշտ ամեն ինչը։ Շնորհակալ եմ իդեպ իրենց։ Քանի որ մեզ մոտ եղած ցանկացած հյուր այստեղից հեռանում է գոնե մեկ փոքրիկ դրական մտահաղացմամբ, այսինքն նորը ստեղծելու մտահաղացմամբ։ Սա այն է, որ գիտեք, ճիշտ է, դուք ապրում եք ձեր աշխարհում եւ միգուցե մենք շատ ավելի ենք բարեմաղթում, քան դուք այս պահին կարող եք անել, բայց այնուամենայնիվ դուք առողջ տղամարդ եք։ Դուք կարող եք ստեղծել։ Դուք ստեղծել եք ժամանակին, որին տեր չեք կանգնել։ Այսինքն մի հատ այս ամենը կլորացրեք, փակեք եւ գնացեք առաջ։ Գնացեք որևէ հող վերցրեք եւ այն ամբողջ ներուժը, որը չեք օգտագործում, դրեք, հողը ձեզ շնորհակալ կլինի, ավելի քան մարդկային գործոնը։ Վերցնեմ։ Քրիստինա, շնորհակալ եմ։ Ճիշտն ասած, կուզենայի մի փոքր պարոնին ճակերտավոր ասած պաշտպանել, ինչ առումով, որ շատ մեղադրանքներ հնչեցին, բայց կուզենայի ասել, որ ամեն դեպքում ինքը այդպես արդեն իրեն մեղավոր զգում է։ Հակառակ դեպքում շատ լավ դուք գիտեք պատասխանը, թե ինչի համար են ձեզ մերժում, ինչու եք դուք մերժված ընտանիքում։ Դրա համար կուզենայի մի փոքր ձեր կողմից ավելի խոսել, հասկանում եմ ձեզ, բայց ուզում եմ, որ դուք էլ ինքներդ իմանալ, որ ամեն մի լավը ուղղակի հենց այնպես չի տրվելու ձեզ։ Դրա համար պետք է քայլեր ձեռնարկեք։ Հենց այսօրվանից ձեր քայլերը ձեռնարկեք եւ ամեն ինչ լավ կլինի։ Պարոն Բորիս, քանի որ այսօր Սերգեյն արդեն հիշատակեց գրքերի գոյությունը եւ դրանց պարունակությունը ձեր կյանքում, ես կուզեմ այդ պարունակության ազդեցության տակ ստեղծված դեր ստեղծագործություններից մեկով էլ հրաժեշտ տալ ձեզ։ Բանաստեղծություններ, որոնց ակամա հեղինակ եք դարձել։ Մեզ կասեք մի քառատող։ Ազգի մասին ունեմ գրած, իմ մասին որ ասեմ։ Ձեր մասին ասեք, ձեր մասին քառատող։ Հենց այդ եմ ասել, վերնագիրը գրել եմ ինչպես որ կամ, թեկուզ լինեմ խրճիթում, թեկուզ լինեմ դղյակում, նույն մարդն եմ ես, Աստված վկա, ինձ փառքը չի խենթասում, չգերեց ինձ ոսկու փայլը, ոչ էլ կանանց գուրգուրանքը, ու հաշվի չառը անծանոթ է թե հորողփոր տղա, թող լինի ազնիվ, թող լինի մարդ մի օտար, կեղծավոր եւ չար մարդիկ շատ տեսա կյանքում, բայց ես միշտ մարդ մնացի իմ ազնիվ հոգում, չեմ կարող ես վատ քայլ անել, գաղափարս թույլ չի տա, ու չեմ կարող քեմ պահել մարդուկներից այս տխմար, ինչքան կուզեք ինձ հալածեք, վերջը դուք եք զղջալու, Քրիստոսի պատվիրանին հաստատ եմ ես մնալու, զայրանում եմ ու քիչ հետո մոռանում եմ ամեն ինչ, Քրիստոսի նմաններում ու հեռանում իմ ճամփով, Կունենամ ես իմ դղյակը ու դարպասին կգրեմ, եթե մարդ ես, մտիր ներս, եթե մարդ չես, դարձիր ետ, անցորդները, ստորերը ետ կդառնան, մարդիկ կգան իմ սիրտը ու ես կհզորանամ հազար սրտանի դարած։ Շատ բաներ ունեմ գրած։ Պարոն Բորիս, ես անկեղծ ասած եթերի ամենաառաջին րոպեից մտածում եմ իմ վերջին խոսքի մասին, այսինքն այդքան դժվարություններ, որոնք իմ կարծիքով միայն սուբյեկտիվ, միմիայն ձեր ու ձեր մտածելակերպի ու քայլերի արդյունքն է։ Եվ այն ամենը, ինչ որպես պատասխան եք ստացել քույրերից, եղբորից, տղաներից, կնոջից եւ մնացածից, գուցե եւ պիտի լիներ, որովհետև մեզանից յուրաքանչյուրի կյանքում լինում է կետ, որը շրջադարձային է։ Կարծում եմ շրջադարձային կետը կա արդեն, դուք կանգնած եք այդտեղ, մնում է շարունակել այդտեղից։ Ես ձեր փոխարեն ուղղակի բոլորից ներողություն կխնդրեի ու կշարժվեի առաջ։ Շնորհակալություն բոլորին ուշադրության համար, դուք դիտում եք կիսաբաց լուսամուտները։ Մենք պատրաստ ենք կանգնել յուրաքանչյուրի կողքին, եթե դուք մարդ եք և ցանկություններ ունեք։ Առողջ ու երջանիկ եղեք, ցտեսություն։